Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստվածրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովին երրորդ գումարման 7-րդ լիագումար նիստը Շողեր Բիլեմջյանը ազգային միասնության պատասխանատվության ու պետական մտածողության մասին, լուսանկարի խորհուրդը Աշոտ Հարությունյան, Խութ Բռնաշեն։ Թուրքական դասագրքերում հայկական հարցի ներկայացումը ապատեղեկատվության ու հիշողության ձևավորման գործիք։ Մերձիֆոնի հայկական որբանոցը 1918 թվականին։ Վանա վասպորական ատարազը 20 կախաղանների հիշատակին գաղափարը հաղթալ չի կախաղանին։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովի 7-րդ լիագումար նիստումը ներկայացվալա վերջին 6 ամիսների գործունեության հաշվետվությունը, նշվալա 2026-ի առաջին կիսամյակում անցկացվալա 20 մինհատ նիստ, քննարկվալը ու ընդունվալը մի շարք օրենքներ, ընդվում բնիկության իրավունքի ու ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ։ Կազմակերպվալն հիշատակի, մշակութային ու հանրային միջոցառումներ հունցնև միջազգային նախաձեռնություն է։ Հաշվետվության համաձայն խորհրդարանը շարունակալա ակտիվ գործը օրենսդրության, ազգային ժառանգության պահպանման ու հայկական հարցերի միջազգային ներկայացման ուղղություններով։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովի 7-րդ լիագումար նիստումը կառավարության խոսնակ Շողեր Բիլեմջյանը կարևորալա խորհրդարանի դերը պետականաշինության, ազգային շահերի պաշտպանության ու ժողովրդավարական կառավարման գործում։ Ինքը ընդգծալ ազգային միասնության, պատասխանատու պետական մտածողության ու համագործակցության անհրաժեշտությունը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հետի։ Տիկին Բիլեմջյանն նաև պետությունագնահատալ ազգային ժողովի նախագահ Տիկին Էլի Հարությունյանի գործունեությունը ու վստահությունը հայտնաբեր համատեղ աշխատանքով հնարավոր է ինական շարունակել պետական հաստատությունների ամրապնդումն ազգային նպատակների իրականացումը։ Եթե կենտրոնանանք լուսանկարին երանգրված զորահրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Թորոսիոզանյանի այս խոսքին շուրջը ամեն օր գլուխներդ բերցին տինելուց հոգնելուց առաջ հիշեցիք այն օրը թե ինչ կրալ ձեր ազգին հետի, ապա տեսնելուք վերսազուտ հայրենասիրական կոշչի սա կյանքի փիլիսոփայությունը քաղաքացիական ու վարքականոն ու ազգային գոյատևման բանաձևա։ Այս խոսքը հրցնում չի թա ինչքանք ունեցալ, ինչքանք վաստակալ, ինչքան պաշտոնը ստացալ կամ ինչ հաճույքն եք վայելալ։ Տամա մի հատ պարզ, բայց ծանրակշիռ հարց։ Սոր ինչ տվալ ես իմ հայրենիքիս, այս հարցը դարերի ընթացքում տարբեր բառերով տվալն աշխարհի մեծ մտածողները։ Ջոն Քենեդին կոչալանելիս մտածել թե մարդը ինչ կարի անե իրեն երկրին հետի։ Նմանատիպ գաղափարը արտահայտալ նաև Ուինստոն Չերչիլը, որ 1939-ից 1945 թվերին կռվին տարիներին մարդկանցը հորդորելիս ալալ մտածել ոչ թե անձնական բարեկեցության, այլ ազգի գոյության ու հաղթանակի հետի։ Մահատմա Գանդին ընդգծելիս ալալ վեր ապագան կառուցման ստորվա գործերով, իսկ Մարկուս Ավրելիուս Կայսերը հիշեցնելիս վեր անհատի բարօրությունը կարել չի առանձնացվել ընդհանուր բարօրությունը։ Ջուզեպպե Մաձինին ըսելիս արել. Մարդու առաջին պարտականությունը իրեն հայրենիքին հանդեպ ունեցած պարտականությունն է։ Խութը գտնվում է Սասնա արևելքում, աշխարհագրական դիրքով Խութի շրջանը Միղաշենգու արգավանդ վայր է։ Խութի տափարակը կից է Մշոդաշտին ու համարյա թե սաղ անկյունները շրջապատված է անտառապատ լեռներով, օն է առատ ջուր ու բավականին տաք կլիմա։ Խութի շրջանում իլել է մոտ 50 շեն, վերից ամենամածը 100 տնից ավելի չի իլել։ Այդ շեներից հայաբնակն էլեր Բլոկանք, Դաշտամիր, Զորավա, Դաշտադեմ, Կծանք, Ընկուզի, Կոստ, Շենիստ, Ագրակ, Փիջոնք, Լորենտ Ձոր, Թաղվում, Թաղավանք, Գիլոնք, Ռաբատ, Սալաբոստ, Բաբնթաղ, Հավարք, Գործվարք, Պարծղենք, Շեն։ Մնացած բոլորը քրդաբնակ շեներն էլալ, որոնց մեջը խառ ապրելիս էլալ նաև հատուկենտ հայ ընտանիքն է։ Ավանդաբար պատմում է թե Խութին սաղ բնակիչները նախապես իլալ են հայր, բայց հետագայում արաբների ու քուրդ ցեղերի ճնշման տակին իրենց մի մասը ընդունալա մահմեդականություն ու քրդացվալա։ Այդ կրոնափոխության մասին շատ լավ գիտելիս էլալ քյուրդերնա ու միշտ խոսելիս էլալ, ըստ էլալ թե իրենց պապերը անցյալում հայր են էլալ, շատերն էլ սիրելիս էլալ խոսին հայրեն։ Խութմա հայրը պրելիս էլալ իբր ճորտեր վերինասճանի քյասի բնելալ ու հետամնաց։ Քյասի բնելը պրելիս նաև Խութին քրդերի մեծ մասը։ Սասուն Գեղարդ ամսագրումը հրապարակված հոդվածում Վարուժ Պողարյանը անդրադառնում է թուրքական դպրոցական դասագրքերում հայկական հարցի ու հայերի ցեղասպանության ներկայացմանը։ Հեղինակը նշում է վեր կրթությունը երբեք չեզոք չի լալ։ Կրթությունը համ գիտելիք է փոխանցում, համ էլ ձևավորում է ազգային հիշողություն, պատմական ընկալումն է։ Եթե հայկական աղբյուրներն հայերի ցեղասպանություն ներկայացնում որպես Օսմանյան պետության կողմից նախապես ծրագրված ու իրականացված բնաջնջման քաղաքականություն, ապա թուրքական դասագրքերում 1915 թվականի իրադարձությունները նկարագրվում են որպես կռվի պայմաններում իրականացված
իրականացված վերաբնակեցում կամ անվտանգության միջոցառում։ Վարուժ Պողարյանի գնահատումով թուրքական դասագրքերը հայերին շուշուտ ներկայացնում որպես արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվող կամ Օսմանյան պետության դեմ գործող խումբ։ Մինչդեռ անտեսվում են պատմական փաստերը, ներքին բազմազանությունը, հայ ժողովրդին կրած զանգվածային կորուստները։ Հեղինակը եզրակացնում է, որ պատմության նման ներկայացումը համապարզապես տարբեր մեկնաբանություններ համել պետական մակարդակով ձևավորված գաղափարախոսական մոտեցումը վերողված է անցյալի վերաիմաստավորմանն ցեղասպանության շղթմանը։ Առաջին համաշխարհային կռվի ու հայերի ցեղասպանության դարդան մխիլյա հայ որբեր ապաստանունճարալ Մերզիֆոնի հայկական որբանոցներում։ Որբանոցներն կարևոր դեր են խաղալ ցեղասպանությունը փրկված խոխորձը խնամքի, կրթության, ազգային ինքնության պահպանման գործի մեջին։ Մերզիֆոնը հայկական որբանոցի խոխերքը 1918 թվականի լուսանկարը վկայում է հայերի ցեղասպանությունը փրկված հայ խոխորձը ծանր ճակատագրի ու իրենց վերապրելի պայքարի մասին։ Վան վասպորական տարազը հայկական տրադիցիոնի շյուրի ամենահարուստ ու ինքնատիպ համալիրներն է։ Առանձնանում շատ яркի գույներով՝ գազարագույնը, կարմիրը, կապյուտը, կանանչը, հունցը նաև հարուստ ասեղնագործությունով ու արծաթե զարդերով։ Կնանոցը տարազին կարևոր մասերն էլ զանգակաձև վերնահագուստն, գոգնոցը, լայն գոտին, պեցյուր փափաղը, արծաթե դրամներին զարդարանքները, հունց նաև արծաթե կրծքազարդերն, օղերն։ Տղամարդկանց տարազը կազմված է շապիկա, վարտիկա, կարճ բաճկոնակա, լեն շալվարը, թողկա, արախչի փափաղները։ Վանին տարազը արտահայտում է վասպորականի մշակութային հարստությունն, հայկական ավանդական ինքնության կարևոր շերտերն։ 20 կախաղանների նահատակությանը նվիրված հոդվածը ընդգծում է վեր հայ ժողովրդին պատմությունը ձևավորվալա նահատակների ու գաղափարական մարտիկների զոհողություններին իրան վերտառալն ազգային հիշողության ու արժեհամակարգի անբաժանելի մասը։ 1915 թվականի հունիսի 15-ին Կոստանդնուպոլսում մահապատժին ենթարկվել 20 հայ գործիչներ։ Ներկայացվում որպես ազգային արժանապատվության ու ազատության գաղափարի հետի պայքարողն է վեր նպատակն այլ պաշտպանել հայ ժողովրդի իրավունքներն ինքնությունը։ Դատավարություններն մահապատիժները ուղղված են համ անհատների դեմ համել սա հայ ժողովրդի ազգային շարժումը կասեցնելի հետի։ Բայց հունցը նշվում է բռնությունը կրեցալ չի կոտրը գաղափարը վերածվելը ավելի ուժեղ պատմական ու բարոյական հիշողության։ 20 կախաղաններին հիշատակը համ պատմական իրադարձությունը համ ազգային խղճի շարունակական կոչ պահպանելի պատմական հիշողությունը, պաշտպանելի ճշմարտությունը, ամրապնդելի համազգային միասնականությունը։ Կախաղանները անցնկացալ, բայց գաղափարները մնացան, ընդգծվում է հոդվածում որպես պատմական հիշողության հիմնական ուղերձ։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։